Պարոն Սիմոնյան, դուք դավաճանությունից խոսեցիք, բայց իշխանությունը եւ իշխանամերձ շրջանակները ընդդիմադիր այն թեկնածուներին, ովքեր արդեն Երևանից հայտարարել են, որ ներողություն այսօր առավոտվանից իրենց ձայները տալ են ընդդիմադիր թեկնածուին, որպեսզի քաղաքի կառավարումը ստանձեն, ասում է նրանք ուղղակի նրանց դեռ շատերը չեն ճանաչում, կարան դիմակի տակ թաքնված գայլեր են եւ դուք միայն առաջադրվել եք քվե կորզելու համար։ Մեր մասով են ասում։ 3 թեկնածուներին են վերաբերում։ Այսինքն մասնավորապես ներողություն ձեզ եւ Ռուբեն Մարտիրոսյան։ Նորից եմ հայտարարում պատասխանատու ձևով, ովքեր նման բաներ են իրենց թույլ տվել, ովքեր նման հոլովակներ են սարքել, որ մենք քաղաքացուց քվեն ստանալու ենք եւ տալու ուրիշին, սխալվում են, իրանք նենգ են, իրանք պատկերացմամբ դրանով կարողացել են ցեղ շպրտել, բայց մեզ քվե տվողը հավատացած է, որ մենք որևիցե պարագայում չենք միանում որևիցե ուժի, եւ հենց հիմա եմ ես դա հայտարարում, մենք ոչ թե միանում ենք, այլ քվեարկում ենք հանուն համախմբման եւ քաղաքացիական պայմանագրին իշխանաձեռքման։ Դրանք այլ բաներ են։ Այն ովքեր որ ասում են միանալու են, էս են անելու, իրանք հենց հիմա այս ուղի եթերը նայելով հասկանալու են, որ իրանք օդի մեջ հիմար կարգավիճակում են հայտնվելու, որովհետև մենք որևիցե պարագայում չենք միանալու։ Քաղաքացիները ֆիքսել են, որ այս ուժը, Մայր Հայաստան դաշինքը, Գյումրու ավականու անդամները եւ ընդհանուր թիմը հերանեկարային նպատակներ ունի եւ գնալու է մինչեւ վերջ, որբիսի ի վերջո Գյումրիում ունենանք ռեալ փոփոխություններ, ունենանք նոր կառավարման մոդել, ունենանք ժամանակակից կառավարման ձևեր եւ կարողանանք Գյումրին հանել այս վիճակից։ Բազմիցս անգամ ասել եմ եւ նորից կրկնում եմ, Գյումրին այսօր աղետի կոդի է ոչ միայն երկրաշարժի հետևանքներով, այլ նաեւ ծանր սոցիալական պայմաններով պայմանավորված։ Եվ որևիցե մեկի մտքով չանցնի, որ կարողանալու է մեզ կապել այլ ուժերի հետ, փորձելով ցույց տալ, որ մենք քվեն վերցրել ենք, որ ինչ որ մարդու տանք կամ ինչ որ ուժի տանք, միանշանակ այդպես չէ։ Պարոն Սիմոնյան, այսինքն դուք ձեր քվեները կապահով եք, այսպես ասած, քվեարկության ժամանակ, որ քաղաքապետը տրվի ընդդիմադիր դաշտից, բայց օրինակ ավականու նիստերի ժամանակ կարող են լինել հարցեր, այսպես է ստացվում, որ քաղաքապետը տրվում է, բայց այդուհանդերձ չի ապահովում ձայները նիստերի ընթացքում, օրինակ իշխանություն դա, քաղաքային իշխանությունը, որը կստանձնի պաշտոնը, անցկացնել այն հարցերը, որոնք կլինեն նիստերի օրակարգում։ Այս կոնտեքստում էլ է ստացվում, որ քաղաքի կառավարումը միևնույն է կոլապսի առաջ է կանգնում։ Մենք որևիցե պարագայում մեր մանդատը չենք օգտագործելու, որ քաղաքապետարանում ինչ որ կուլիսային հարցեր լուծվեն։ Միմիայն մանդատները օգտագործվելու են քաղաքի շահերից ելնելով։ Եթե լինում է ավականունիստ, որտեղ քննարկվող հարցերը բացառապես օգուտ են մեր Գյումրի քաղաքին, ուրեմն մենք կողմ կքվեարկենք։ Եթե փոքր-ինչ վնաս տվող օրակարգ է գալիս, մենք դեմ ենք քվեարկելու։ Հենց դա եմ ասում, որ որևիցե մեկի մտքով չանցնի, որ մեր ձայները տվել ենք մենք հանուն մեր նեղ շահերի։ Չի լինելու այդպիսի բան։ Մենք կարող է անցողիկ ձայները ամենաքիչն ենք հավաքել, բայց գյումրեցին տեսնելու է, որ ամենաշատ աշխատանքը հենց կատարելու է այս թիմը, որովհետև աչքերից կրակ է դուրս գալիս մեր երիտասարդների, մեր մասնագետները պրոֆեսիոնալ են եւ մենք թույլ չենք տալու որևիցե ապօրինի քայլ մեր մանդատները օգտագործելու։ Այս պահին չունեմ չվերցնելու պատճառ, հետագան ցույց կտա։ Իսկ կա տեխնացու, որ մեկ որ ընդդիմադիրներից է, նկատում են, որ չկուզի ոչ մի բան, եթե համաձայնություն լինի, մյուսները համաձայնեն, դուք չկուզի ոչ հնարից որևէ մեկը դառնա քաղաքապետ։
կա այդ տարածաշրջանում։ Նորից կանք նույն խոսակցությանը, առաջին իսկ վարգյանից մենք հայտարարել ենք, որ ովքեր դեմ են իշխող ուժին եւ դեմ չեն մեր ծրագրերին եւ գաղափարներին, մենք մեր կողմից փորձելու ենք համախմբելու կոչը անել, որպեսզի իշխանազրկվի քաղաքացիական պայմանագիրը։ Եթե առաջարկեն էլ կհրաժարվենք, ցանկություն էլ չունենք վերցնելու։ Մենք եկել ենք մեր ծրագրերով, որպեսզի ամբողջական քաղաքի կառավարումը ստանձնենք եւ իրագործենք մեր ծրագրերը։ Չի ստացվել, ուրեմն մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ կիսել պատասխանատվություն եւ մենք գնալու ենք մեր մանդատները օգտակար դարձնելու միմիայն Գյումրեցու շահին։